Մայիսի 4-ին Երևանը մի օրով դարձավ եվրոպական քաղաքականության կենտրոններից մեկը։ Ոչ որպես խնդրանքով կանգնած փոքր երկիր, ոչ որպես քարտեզի եզրին գտնվող դիտորդ, այլ որպես մայրաքաղաք, որտեղ հավաքվեցին եվրոպական առաջնորդներ, ԵՄ կառույցներ, գործընկեր պետություններ եւ անվտանգության օրակարգով աշխատող պատվիրակություններ։ Այդ օրը Հայաստանի մասին չխոսեցին հեռվից, խոսեցին Երևանում։ Հայաստանի մայրաքաղաքում քննարկվեցին անվտանգություն, կապուղիներ, էներգիա, խաղաղության գործընթաց եւ Հարավային Կովկասի տեղը Եվրոպայի հետ հարաբերություններում։ Սա արժանապատվության պահ էր, ոչ այն պատճառով, որ բոլոր խնդիրները լուծվեցին, չլուծվեցին, այլ որովհետև Հայաստանը երևաց որպես պետություն, որի ընտրությունը հաշվի են առնում։ Տարիներ շարունակ հայերին փորձել են համոզել, թե առանց Մոսկվայի ոչ ոք մեզ հետ լուրջ չի խոսում։ Մայիսի 4-ը այդ խոսքին պատասխան էր։ Եվրոպացի առաջնորդները եկան Երևան եւ նստեցին նույն սեղանի շուրջ։ Հիմա արդեն կարևոր է, որ այս պահը չվաճառվի որպես սովորական լուսանկար։ Սա Հայաստանի սուվերեն ընտրության ճանաչում էր։ Իսկ այդ ընտրությունը, պաշտպանելու պատասխանատվությունը մնում է Երևանում։